Նախքան այսօրվան խորհրդածությունս սկսելը, կուզեմ իմ խորին շնորհակալություններս հայտնել եկեղեցուիս հոգևոր դեսուչին, Քերաբադիվ դեր Կարեկին Զայրաքուն Վարդապետ Շխրդմյանին եւ հոգևոր հովիվին դեր Դաթև ավակ քահանա Միքայելյանին, ինչպես նաեւ եկեղեցուիս քրիստոնեական դաստիարակության հանձնախումբին այս քեղեցիկ արիտը նախաձեռնելու համար։ Եկեք միասնաբար ընթերցենք այսօրվան աստվածաշնչական համարը, որ գուկա Մատթեոս ավետարանի 13-րդ գլուխեն 43-ն 52-րդ համարներուն միջև։ Այն ադեն արդարները պիտի փայլին երկինքի արքայության մեջ, ինչպես արեքագը, ով որ ականջ ունի լսելու թող լսե։ Դարձյալ երկինքի արքայությունը նման է արդին մեջ բահված քանսին, զոր մարդը գտնելով գբահե եւ ուրախութենեն գերտա գծախե ամբողջ ունեցածը եւ գքնե այդ արդը։ Դարձյալ երկինքի արքայությունը նման է վաճառականիմը, որ գեղեցիկ մարգարիտներ գփնդրե եւ գտնելով թանկագին մարգարիտը գերտա իր ամբողջ ունեցածը գծախե ու գքնե այդ մարգարիտը։ Դարձյալ երկինքի արքայությունը նման է ձովը նետված ուրգանիմը, որ ամեն տեսակ բան գժողվե, երբ լեցվի, զայնցամաք քաշելով եւ նստելով լավերը մեկ առ մեկ գժողվեն ամաններու մեջ, իսկ անբետքները դուրս կնետեն։ Այսպես պիտի լա նաեւ այս աշխարհի վաղճանին։ Հրեշտակները պիտի ելլեն եւ չարերը արդարներու մեջ են պիտի զադեն ու զանոնք պիտի նետեն հրավառ հնոցի մեջ։ Այնտեղ պիտի լա լաց եւ ագրաներու գրջդում։ Հիսուսը սավ անոնց, այս ամենը իմացաք, ըսին անոր այո դեր, եւ Հիսուս ըսավ անոնց, ադոր համար երկինքի արքայության աշակերտած ամեն թբիր նման է դանդիրոջմը, որ իր կանցեն գհանե նորը եւ հինը։ Ամեն։ Անուն հոր եւ որդվո եւ հոգվույն սրբո, ամեն։ Դարձյալ նման է արքայության երկնից քանսի ծածկելով հակարագի։ Սիրելի բարեբաշտ հավատացյալներ, այժմ մեծ բահոց շրջանի 5-րդ շաբթվան մեջ կգտնվենք եւ Հայաստանյայց արաքելական եկեղեցին իմաստուն մոր մբես հետս հետե մեզի գուղորթե թեպի Երուսաղեմ, թեպի խաչը եւ թեպի թափուր գույս քերեզմանը։ Յուրաքանչյուր շաբաթ աստվածաշնչական ընթերցումները հետս հետե գծանրանան, գլուսավորվին եւ ավելի բահանջկոտ գտարնան։ Այս երեգո Մատթեոսի ավետարանեն գլսենք, այնադեն արդարները արևու պես պիտի փայլին երկինքի արքայության մեջ։ Երկինքի արքայությունը գնմանի արդիմը մեջ բահված քանսի եւ երկինքի արքայությունը գնմանի այն վաճառականին, որ քեղեցիկ մարգարիտներ գփնդրե։ Լույս, քանս, մարգարիտ եւ վերջին Թադաստանի, այսինքն հետնապանական, eschatological գսենք անգլերենով, կամ աշխարհի վաղճանման անդրադարձ կտեսնենք վերոհիշյալ դողերուն մեջ։ Այս քալիք գիրագի օրը պիտի հիշադակվի Թադավորի գիրագին։ Ուստի այս ընթերցումը, որ այսօր պիտի խորհրդածեմ, բացշաջ է։ Երրորդ արագը, ուրգանի արագը, մեզի կդանի թեպի աշխարհի վաղճանը, բայց նաև մեր կյանքի ներկա բահը, սակայն ուրգանի այս արագը միայն աբակա Թադաստանի մասին չէ, ան նաև մեր ներկա կյանքին համար կարևոր թասմը կփոխանցե։
Ինչպես ցգնորսները ուրգանեն աղեկ ցուգերը գհավաքեն եւ ամբիդանները դուրս կցկեն, նույնպես ալ մենք կոչված ենք մեր կյանքին մեջ իմաստուն ընդրություններ գադարելու։ Մեր մտքերուն, սովորություններուն եւ գործերուն մեջ պետք է զադենք բարին ու օգտակարը, հերացնելով ու վանելով անոնք, որոնք մեր ամիջական կյանքին մաս չեն գազմեր։ Ուրեմն, մենք կոչված ենք մեր կյանքին մեջ իմաստուն ընդրություններ կատարելու։ Մեր մտքերուն, սովորություններուն եւ գործերուն մեջ պետք է զադենք բարին ու օգտակարը։ Այն ինչ որ վնասագար է եւ մեզի աստուծմե գհերացնե։ Այսպես մարդը գսորվի քննության ենթարկել իր կյանքը եւ բահել այն, ինչ աստուծո կամքին համահունչ է։ Այս արագը ուրեմն ոչ միայն աբակա Թադաստանը գիհիշեցնե, այլ նաեւ մեզ գհրավիրե արդեն այսօր իմաստությամբ ապրելու։ Իսկ այս շաբաթ օրը պիտի հիշադակենք Սեբաստիո 40 մանուկները, այն երիտասարդները, որոնք վճռեցին հավատարիմ մնալ իրենց հավատքին եւ ընտրեցին երկնային անթարամ լուսեղեն բսակներու արժանանալ, անդեսելով այս աշխարհի քնայուն թակերը։ Իրենց վկայությունը հարմարավետ գերբով գզուկակցվի մեր այս երեգոյան ավետարանի համարահատվածին հետ, որպես գենթանի օրինակ եւ դրսեւորում փոխանցվելիք պատկամին։ Բադահականություն չէ, որ այսօրվան ավետարանի հատվածը մեզի գուկա Մատթեոս առաքյալեն։ Մատթեոսը մաքսավոր մներ, այսինքն հարգահավաք էր հռոմեական գայսրության համար, անհրյա մներ եւ իր պաշտոնն էր իր ժողովուրդեն մաքսեր հավաքել, դուրքեր հռոմեական գայսրության համար։ Ան Հերովդես չորրորդաբեդին հսկողության ներքո գկործեր այդ ժամանակամիջոցին եւ բնականաբար չեր սիրված իր սեփական ժողովրդին կողմէ։ Մատթեոսը հաշիվներու մեջ ադագ էր եւ դրամի արժեքին մասին քաչածանոթ։ Այն ու ամենայնիվ, երբ Հիսուս Քրիստոս զայն կգանչե մաքս կանցելու ժամանակսելով, հետևե ինձի, Մատթեոս ելավ եւ հետևեցավ Հիսուսին, ինչպես կգարթանք իր իսկ վկայությամբ սույն ավետարանի 9-րդ գլխուն մեջ։ Ան որ ադենմը աշխարհիկ հասույթներ գկումարեր, դարձավ այն ավետարանիչը, որ մեզի գուսուցանե երկնային կանցերու կարևորության մասին։ Մատթեոս ավետարանը համացույց կամ համադեսակ Synoptic Gospels ավետարաններու երյակ խումբին կպատկանի, որ կներառե նաև Մարգոս եւ Ղուկաս ավետարանները։ Իսկ հակառակ որ այս խումբին կպատկանի, դակավին ունի ինքնուրույն իշխանություն, քանի որ Մատթեոս եւ Հովհաննես ավետարանիչները մինակ ավետարանիչներն էին, որոնք երկոդասան, այսինքն 12 առաքյալներեն էին, այսինքն գենթանի վկաներ էին մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի դնորինական կյանքի իր 3 դարվա երկրավոր առաքելության։ Իր ավետարանին ընթացքին Մատթեոսը հատկապես Քրիստոսին վերաբերող մեկ դիդղոս կշեշտե, մարդու որդի դիդղոսը։ Անկրեթե 30 անգամ նշած է, թե Հիսուս այսպես իր անձին մասին գանտրատարնա։ Ինչու? Որբեսի ան շեշտադրե իր ճշմարիտ մարդ ըլլալու հատկանիշը, իր աստվածային իշխանությունը եւ օծված ու հայրական դնորենությունները իրենց գադարումին հասնող ընթացիկ ծրագիրը։ Մարդու որդին բարձունքներեն խոնարեցավ եւ մարդացավ, որբեսի մենք բաժնեգից ըլլանք իր շնորհքին։ Շարագանակիր վարդապետը շատ գեղեցիկ գերբով գբնութագրե այս իրողությունը հետևյալ փենսա շարականին մեջ, որ յուրաքանչյուր սուրբ մգրդության խորհրդին գերկվի։ Աստված խոսեցավ ի բարձանց, լվարուկ բնագիչ երկրի,
Այսինքն Աստված բարձունքներեն խոսեցավ, լսեցեք երկրի բնակիչներ։ Եկեղեցին վաղ ժամանակները ի վեր ավետարանիչները հարաբերած է 4 կենդանի արարածներու հետ, որոնք կտեսնենք Եզեկիել մարգարեի գրքին մեջ, հատկապես առաջին գլխուն 5-ին 10-րդ համարներուն միջև, ուր կտեսնենք մարդը, արյուծը, եզը եւ արձիվը։ Այս տեսիլքը դարձյալ կտեսնենք թրախտային պաշտամունքին մեջ, որ նկարագրված է Հովհաննես ավետարանիչին կողմէ գրված հայտնության գրքին մեջ 4-րդ գլխուն 6-ին 7-րդ համարներուն միջև։ Այս սուրբ տեսիլքներուն կամ երազներուն ընդմեջեն Մատթեոսը որպես մարդ կամ հրեշտակ պատկերված է, քանզի իր ավետարանով կսկսի Քրիստոսի մարդկային ծննդաբանությամբ կամ ազգաբանությամբ genealogy եւ գոկեգոչե խորին խորուրդը Հիսուսի մարդեղության, the incarnation։ Մարդու որդին այս գիշեր գլսենք թե արդարները արևու պես պիտի փայլին եւ իսկապես մարդկությունը երբ ակուցվի, երբ միանա Հիսուս Քրիստոսի հետ, գջարակայթե Քրիստոսի սերը եւ յուրաքանչյուր հավատացյալ անհատ մեկ մոմավոր լույս կդառնա աշխարհին։ Այսուհանդերձ, մեկը ինչպես գժարանքե այս բայձարությունը, մեր դերը գսե, երկինքի արքայությունը գնմանի այն վաճառականին, որ քեղեցիկ մարգարիտներ կփնտրե, երբ շատ թանկագին մարգարիտ մը գտնե, գերթա իր ամբողջ ունեցածը կծախե եւ կքնե այդ մարգարիտը։ Այստեղ ձեր ազնիվ ուշադրությունը, սիրելիք, գուզեմ դարձնել մեր եկեղեցվո հոր Հովհան Ոսկեբերանին, John the Golden Mouth or John Chrysostom, եւ որուն աղոթները մեր խորհրդադեդրին եւ ջաշոց քրքին մեջ գենսական ներկայություն ունին։ Իր քարոզին մեջ այս հատվածին մասին թիբուկ նկատողությունը կգադարե։ Վաճառականը աննպատակ գերբով չի թափարիր, այլ ուշադրությամբ փնդրդուքի մեջ է։ Իսկ երբ մարգարիտը կգտնե, իր բոլոր ունեցվածքը կծախե ոչ մասնագիորեն, ոչ թե չուզելով, այլ ամբողջովին ուզելով իր ամբողջ ունեցվածքեն կհրաժարի, որբեսի ձեռք բերե այն երկնային քանսը, որ Հիսուս Քրիստոսին միջոցով մեզի խոստացված հավիտենական կյանքն է։ Այս հատվածը մեզի նաև կհիշեցնե մեծահարուստ երիտասարդին դեպքին մասին, որուն թրվակը կգարթանք Մատթեոսի 19-րդ գլխուն մեջ, ուր Հիսուս գսե. Եթե գուզես կատարյալը լալ, քնա ինչ որ ունիս ծախե եւ աղքատներուն դուր, այդ պիսով երկինքի մեջ քանց պիտի ունենաս եւ հետո հետևե ինձի։ Հովհան Ոսկեբերանը մեզի գվարդապետե, թե քանցը Քրիստոսի գիտակցությունն է, ինչպես նաև հանդերձյալ կյանքը երկինքի արքայության մեջ։ Ամեն բան վաճառել, գենթաթրե հբարդության սանցերը թույլցնել, գիրքերը ցերպազատվիլ, քեները քերազանցել, ողորմություն ցուցաբերել եւ նահանջել այն բոլոր աստակներեն եւ ուժերեն, որոնք Աստուծո անմիջական ներկայության արգելակներ կհանդիսանան մեր հանաբազորյա կյանքերեն ներս։ Անմեզի կհիշեցնե, թե մենք երկինքի արքայությունը չենք ժառանգեր, երբ Քրիստոսը գավելցնենք մեր ունեցածներուն վրա։ Մենք ժառանգագից Քրիստոսի կդառնանք, շարագանակիր վարդապետինից խոսքերով, երբ Հիսուս Քրիստոս ինք կդառնա մեր ամենամեծ քանսը։ Միթե մեր դերը նույն ավետարանին մեջ 6-րդ գլխուն մեջ չսեր,
Ձեր հարստությունը մի թիզեք երկրի վրա, ուր ցեցն ու ժանքը գփճացնեն, եւ գամ քողերը բադդ կանթելով ներս կմտնեն եւ գքողնան զայն։ Այլ ձեր հարստությունը թիզեցեք երկնքի մեջ, ուր ցեցն ու ժանքը չեն գրնար պճացնել զայն, եւ ոչ ալ քողերը գրնան բադդ կանթելով ներս մտնել եւ քողնալ։ Զիուր քանցք ցեր են, անտ եւ սիրտ ցեր եղիցի։ Մեծ Բաքի 40-օրյա ճանապարհորդության այս շրջանը մեզի գսորվեցնե, թե ինչպես մենք պետք է վաճառենք կամ ավելի ճիշտ շահարկենք մեր հոգևոր ունեցվածքը, մեր միջոցները դրամատրելով ձոմաբահության, ողորմություն գադարելու, ողորմություն գուզեմ եւ ոչ թե զոհ, ինչպես Հիսուս Մատթեոս ավետարանի 9-րդ գլխում 10-րդ համարին մեջ բերե Օվսիա մարգարեին խոսքը 6-րդ գլուխեն 6-րդ համարեն, ինչպես նաև հարադև աղոթելու, ոչ թե որովհետև վերոհիշյալները գավելցնեն մեր փերը, այլ որովհետև այս միջոցները գազնվացնեն մեր հոգին եւ գսորվեցնեն մեզի ճանչնալ մարգարիտը երկնից արքայության, մեր Տերը Հիսուս Քրիստոսին։ Այս ավետարանի հատվածին դողերը նաև այնքան խոր դպավորություն թողուցած են երջանկահիշադակ Խրիմյան հայրիկին վրա, որ ան խորհրդածություն մկրեց մարգարիտ արքայության երկնից վերնակրով ու անցոնեց այս հորինումը մեծարգո Գևորգ Էֆենդի Զարդարյանին, ով իր 7 տարեկան դուստրը Արմենուհին գործընծուցած էր։ Ան Խրիմյան հայրիկին նման սկաց թարն գսկիցն ու գորուստը իր զավգին ու երազած էր իր դուստրին թերադի գլուխը մարգարիտ շարոցով մը զարդարել։ Այսուհանդերձ Խրիմյան հայրիկը բարոն Զարդարյանին մխիթարեց խոր խանդաղադանքով գրելով հետևյալը. Ձնողական սրդիտ բնական սերն ու քորով թելաթրեց ոգիտ, որ վաղամերիկ 7-ամյա Արմինե Թստրիգիտ անվան հիշադակին մարգարիտե հյուսված բսակ մի նվիրես եւ ամմա բահես նորա հիշադակ, որ քաղցր իքուն իդեր ննչեր է։ Թեր գմորմոքիս դու իբրև հայր գմորմոքի, նաև կանսկես ավելի երկունք գրող ձնողակուտ մայրիգն զի դարաժամ մերավ փոքրիկ Արմենուհին, որ ծաղկած մի նոր Շուշան էր Զարդարյան Փուրաստանին մեջ։ Ո հանգարց փչեց խորշակ եւ խամրեց, որ չփացված վարդի գոգոն էր, զարգավ մահվանթալուկ ու թոթափեց քերեզմանին ծոց։ Առանց լսելով քարնան սոխագին երգը, առանց հասնելով այն ուրախ օրին հարսնության քողին ու բսագին, այլ դուք մխիթարվեցեք վշտագիր ծնող, երբ զավակ ձեր սիրասուն Արմենիկ մահուն գարժանանա, աստ մարգարիտե բսագին, որ անեղծ եւ անթարամ է, իսկ երկնից մեջ նորաբսակ լուսեղեն է, զի անմեղությամբ գնաց աշխարհես։ Սիրելի որդիկ թորքոմա, սա է Մատթեոս ավետարանի խորհուրդը, որ գենթանի ներկայություն է նաև հայկական հողին մեջ։ Երկրային մարգարիտներ անշուշտ իրենց հմայքն ու քրավչությունը ունին, սակայն անցողիկ են եւ քնայուն։ Երկինքի մարգարիտները հավիտենական են։ Երջանկահիշադակ Թորքոմ Պատրիարք Քուշագյանը իր գրած գենսակրությունը Խրիմյան հայրիկին մասին կպատմե մեզի, թե երբ հայրիկը վերադարձավ Էջմիածին եպիսկոպոսական օձում ստանալու համար, իր օձագիցներեն յուրաքանչյուրին նաև նվիրեց մեկ օրինակը իր այս աշխատասիրութենեն։ Ինչու արդյոք, որովհետև առաջ որ
մեգումը վստահված է հոգիներուն հովվելու բաշտոնը, աննախ պետք է իմանա արժեքը երկինքի արքայության։ Առաջ որ մեկը ըսկեսներ ըսկենու, պետք է նախ ամեն բան վաճառե։ Առաջ որ մեկը գրնա երկինքի արքայությունը տեսնել, նախ պետք է հոգիով վերստին զնի, ինչպես գրված է ավետարանին մեջ Պողոս առաքյալը։ Եվ ինչպես մեր Տերը Հիսուս Քրիստոս մեզի գսե Հովվաննու ավետարանի 3-րդ գլխուն մեջ, այս գալիք շաբաթ օր նաև Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցին պիտի հիշադակե 40 մանգանցն Սեբաստիո։ Անոնք ընդրեցին մերգացած վիճակով գանքնիլ սարուցիչ ջուրերու մեջ փոխանակ խաչված Հիսուսին մերժել, չերմություն իրենց հրամցվեցավ, երկրավոր փրկություն եւ բարձր պաշտոններ իրենց առաջարկվեցան, բայց իրենք ամեն ինչ վաճառեցին եւ ընդրեցին հարուցյալ փրկիչը, գենթանի եւ գենթանարար փրկիչը, մեր Տերը Հիսուս Քրիստոսը։ Ուստի, սիրելի քույրեր եւ եղբայրներ, այս գիշերվան ավետարանը մեզի գխոստանա, թե արդարները արևու պես պիտի փայլին երկինքի արքայության մեջ, մարտիրոսները գջարակայթեն, սուրբերը գշողան, փոքր Արմենուհին եւ իր նմանները համակ լույս կսպրեն մեր վրան երկինքեն։ Համարահատվածը գավարդի հետևյալ բարերով։ Ադոր համար երկինքի արքայության աշակերտած ամեն թբիր նման է դանդիրոջմը, որ իր կանցեն գհանե նորը եւ հինը։ Մատթեոսը ժամանակին թբիր էր մաքսերու եւ թրամի, դարձավ թբիր մեծ վարդապետին եւ անոր քարոզած երկնից արքայության։ Հին ուխտը, հին գդագարանը, ըստ վերագերբը, իր օրենքներով եւ մարգարեություններով իրենց կատարումին հասան մեր Տիրոջ եւ Փրկչին Հիսուս Քրիստոսով։ Այս խորհուրդը նաև Սուրբ եւ անմահ բադարակին ավարտին ամփոփված է հետևյալ դողին մեջ, ուր բադարակիչ քահանան գսե. Գադարումն օրինաց եւ մարգարեից դու ես Քրիստոս ասված փրկիչ մեր, որ լցեր ամենայն հայրագամ դնորենությունս քո, լից եւս մեզ հոգվովքով սրբով։ Մեծ բակը մեզ մե յուրաքանչյուրին գահարցնե, ուր է մեր կանցը, ինչ տեսակ մարգարիտներ գփնտրենք, ինչ պատրաստ չենք վաճառելու եւ թոթափելու։ Ողբերգությունը, որ Հովհան ոսկեփերանը մեզ գսկուշացնե, այն չէ, որ մարգարիտը ամեն ինչ կարժե, այլ որ երբեմն անոր արժեքը չենք ճանչնար։ Թող որ այս սուրբ եղանակը մեր հավաքական կյանքեն ներս մեզի սորվեցնե հստակ տեսնելու եւ որոշելու գերբը եւ մեր վերաթարցը գադարելու բադվիրանազանցության արդակսումեն թեպի ներտաշնակ եթեմական համագեցություն մեր արարիչին հետ։ Թող որ մեր սեղմումը թարամող թակերու վրա թուլնա եւ մեր հայացները ուղենք թեպի երկինքի արքայությունը, ուրգե պիտի ժարանքենք լուսեղեն անթարամ բսակներ եւ ջարակայթենք արևուն պես մեր հոր արքայության մեջ։ Թող մեր Տիրոջ եւ Փրկչին Հիսուս Քրիստոսին ջաջանչավոր հույսը, լույսը եւ համակ սերը եղիցին ցեզ եւ ընդ մեզ եւ ընդ ամենեսյանը։ Ամեն։